փոփոխություն ունենալու համար պետք է անպայման գնալ ընտրության եւ չասել դե մեկը ոչինչ չի փոխվի։ Ոչ, կփոխվի։ Երբ է մեր ծաղիկ արտադրողը կարողանալու իր այն ապրանքը, որ արտադրել էր Ռուսաստան արտահանելու համար, կարողանալու արտահանի Եվրոպա։ Տնտեսական քաղաքականության մեջ չկա բալանսավորում։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ Ֆրանսիայի հետ արտահանումը տոկոսով իջել է, ոչ թե ավելացել է։ Այդ որն է արտաքին բալանսավորված արտաքին քաղաքականությունը։ Եթե Հայաստանում գազի գինը վերանայվի, դա ազդելու է բոլորիս յուրաքանչյուրի վերևից ներքև քաղաքացիներիս կյանքի որակի վրա։ Գնաճը լինելու է շատ ցավոտ բոլորիս համար։ Մեր քաղաքական ուժը նոր է հայկական իրականության մեջ եւ ոչ մեկ չի կարող ասել, որ դուք որևէ բան խոստացել չեք արել։ Ոչ թե ճառ ենք ասում, այլ հնարավոր է իրագործել։ Armenia Today խոսում ենք գլխավորի մասին, հաղորդաշարի հերթական թողարկումն է, այս պահին անդրադառնալու ենք Հայաստանում տեղի ունեցող, Հայաստանի տնտեսության հետ տեղի ունեցող իրադարձություններին, իրադրությանը, իրավիճակին, իմ հյուրն է տնտեսագետ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը, Տիկին Ղարաջյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Նախ սկսենք այն ամենի մասին խոսելով, թե ինչ կարող է տեղ ունենալ մեր տնտեսության հետ, որովհետև մեր հյուսիսային դաշնակից ոչ միայն քաղաքական, ռազմական դաշնակից, այլև տնտեսական խորը կապերով դաշնակից երկիրը բավական խիստ, այսպես ասենք, ուլտիմատիվ է մեզ հետ խոսում այս պահի դրությամբ, քանի որ Հայաստանի իշխանությունները, գործող իշխանությունները մեր հետևորդներին հիշեցնեմ, որ վերջի տարիներին պարբերաբար խոսում են, իսկ հիմա առավել քան հագեցած այդ խոսույթը իրենց մոտ, որ դեպի Եվրամիություն ենք նայում եւ այլն, դե ԵԱՏՄ-ի անդամ ենք, Մոսկվան մեզ ասում է կողմնորոշվեք։ Հիմա եթե այդ ամենից կտրվենք, իսկ Ռուսաստանը նաև գազի խնդիրն է գնում, գազի գնի խնդիրը։ Մենք ինչ իրավիճակում կհայտնվենք։ Մեզ պետք է պարզ հասկանալ, թե դա ինչպես կարող է կներեք մեր հետևորդների գրպանին հարվածել։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Անդրադառնամ ձեր հարցերին։ Ցավոք սրտի Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն պահանջներ է հիմա դնում, որ կողմնորոշվեք կամ ԵԱՏՄ կամ Եվրոպա, այլ անում է կոնկրետ քայլեր։ Մենք արդեն բոլորովին վերջերս լսեցինք Ջերմուկի ներմուծման արգելքը Ռուսաստանի Դաշնություն, ծաղիկների ներմուծման արգելքը Ռուսաստանի Դաշնություն ու թույլ կտամ ասել, որ նման քաղաքականությունը եթե շարունակվի մեր իշխանությունների կողմից արգելքների ցանկը շատանալու է։ Իսկ ինչ են անում մեր իշխանությունները։ 2020 թվականին Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը եթե 28% էր, մեր ընդհանուր արտահանումների տոկոսի մեջ ԵԱՏՄ-ն 28% էր։ Մեր արտադրանքի դրա մասին է խոսքը։ Չէ, ընդհանուր արտադրանքի, մեր ընդհանուր արտահանում, որի մեջ մտնում է նաև ռեէքսպորտ, այսինքն բերել ենք, այստեղ ձևակերպումներ արել ենք եւ արտահանել ենք ԵԱՏՄ, հիմնական ԵԱՏՄ ասելուց մենք արտահանում ենք Ռուսաստանի Դաշնություն, մյուս երկրների մասնաբաժինը ԵԱՏՄ անդամ շատ ցածր է։ 28% էր։ 2025 թվականի տվյալներով այդ մասնաբաժինը մեր ընդհանուր արտահանման տոկոսը ԵԱՏՄ դարձել է 38%։ Դա գրեթե 37%-ով արտահանման տոկոսադրույքը մասնաբաժինը դեպի ԵԱՏՄ աճել է։ Ես չեմ հասկանում ինչ բալանսավորված արտաքին քաղաքականության մասին է խոսքը, եթե մեր կախումը մեկ պետությունից, տնտեսական կախումը, որը մենք հասկանում ենք, չէ, որ տնտեսական կախումը դա ոչ միայն մեր երկիր մտնող փողի մասին է, դա մեր կողմից ձևավորվող բյուջեի վրա է ազդում, թոշակների, պետական սեկտորի աշխատավարձերի, ճանապարհաշինության, արտաքին պարտքի սպասարկման, այդ ամեն ինչը ազդում է հավաքական մեր բյուջեն կախված է ամեն ինչից։ Ինչ բալանսավորված քաղաքականության մասին է խոսքը, եթե մեր կախումը մեկ երկրից 38%-ով ավելացել է տնտեսական մենակողությամբ։ Հիմա երբ որ նախկինում
մի ամիս առաջ ջերմուկի ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունը արգելեց որոշակի խմբականակի մասին, հիմա ամբողջովին։ Այո, որոշակի խմբականակի ջերմուկը չփչացող ապրանք է։ Ջերմուկը չփչացող ապրանք է եւ ջերմուկ արտադրողները դա կարող են ջերմուկ արտադրողը կարող է դա պահեստավորել, ավելի լավ ժամանակների սպասի կամ նոր շուկաներ գտնի, նոր արտահանի։ Ծաղիկ արտադրողները ինչ են անելու։ Ծաղիկ արտադրողները այդ ապրանքը չեն կարող պահեստավորել երկար ժամանակ կամ թեկուզ քար ծաղիկի ինչքան կյանք ունի, որպեսզի գտնեն նոր շուկա ու արտահանեն, ասում են կարտահանենք Հոլանդիա։ Սա աշխարհը Հոլանդիայից է ներմուծում։ Այսինքն ինչ է նշանակում կարտահանենք կակաչների, բայց ներեցեք, որ Եվրոպայի ուղղությամբ ասում են եւ էկոնոմիկայի նախարարը նույնիսկ ասեց դե վարդի պարագայում կարող ենք Եվրոպա մտածել, բայց ես կներեք տնտեսագետ չեմ, բայց գիտեմ, որ վարդի ամենամեծ արտադրողը Եվրոպայում, նամանավանդ արևելյան Եվրոպայում դա Բուլղարիան է։ Այո։ Բուլղարիան է եւ պարզապես չասեմ մոնոպոլիստ է Եվրոպայում այդ առումով, բայց ինչպես կարող եք մրցակցել այդտեղ, ես չեմ հասկանում։ Այդ մրցակցության դաշտել չգնանք։ Մենք արդեն խնդիր ունենք։ Երբ են փորձելու, երբ է մեր ծաղիկ արտադրողը կարողանալու իր այն ապրանքը, որ արտադրել էր Ռուսաստան արտահանելու համար, կարողանալու արտահանի Եվրոպա։ Երբ կփորձեն, երբ որ արդեն մեծ վնասներ մեր գյուղատնտեսները կկրեն այդ ժամանակ, ես նորից եմ կրկնում, չի համընկնում խոսքը գործի հետ։ Եթե նրանք ասում են, որ մենք անում ենք բալանսավորված արտաքին քաղաքականություն, որն է մտնում բալանսավորված արտաքին քաղաքականության մեջ, երբ որ տնտեսական քաղաքականության մեջ չկա բալանսավորում։ Բալանսավորումը դա այն է, որ մենք համաչափ զարգացնում ենք եւ տնտեսական, եւ ռազմական, եւ բոլոր ուղղություններով մեր համագործակցությունը տարածաշրջանի եւ ոչ տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Եթե մենք ամենակարևոր ուղղությունը, տնտեսական մեր ուղղությունը չենք զարգացրել, ավելին, եթե չեմ սխալվում, նույնիսկ Ֆրանսիայի հետ արտահանումը տոկոսով իջել է, ոչ թե ավելացել է։ Այդ որն է արտաքին բալանսավորված արտաքին քաղաքականությունը։ Մենք կախված ենք այս պահին ցավոք միայն մեկ երկրից մեր արտաքին։ Մեր երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են մեր արտահանման ծավալներով, բայց դա մեծապես ռեէքսպորտ է, էլի Ռուսաստանից ներմուծած եւ Արաբական Միացյալ Էմիրություններ վերաարտահանված ոսկի եւ ադամանտն է դրա մեջ մեծ մասը կազմում։ Տիկին Ղարաչյանը, որ խոսեցի գյուղատնտեսի խնդիրների, հնարավոր ապագայում խնդիրների մասին, ի վերջո մեր գյուղմթերքը, որը մեր գյուղատնտեսը ամբողջ տարի տանջվում է եւ այլն, չասեմ պտղատու ծառերի մասին առանձնապես կարող ենք խոսել, բանջարեղենի մասին, մարդիկ ծիրանը արտահանում են Ռուսաստան, այդ է ուղղությունը եւ հիմա գյուղատնտեսը ինչպես պետք է վարվի, ինչ անի, թողի իր արտերը, իր դաշտերը, գա Երևանում տաքսի վարի, որպեսզի իր ընտանիքը կարողանա։ Դուք լավագույն տարբերակն եք ասում։ Երբ որ մեր գյուղերը գյուղացին թողնում է իր հիմնական զբաղմունքը, գյուղատնտեսությունը, թողնում է այդ դաշտերը, հողերը անմշակ ու գալիս է Երևան, տաքսի է վարում, դուք դա լավագույն տարբերակն եք ասում, նա մնում է մեր երկրում։ Իսկ այդպես չի մեծամասամբ։ Նրանք բոլորը արտագաղթում են, գնում են նույն Ռուսաստանի Դաշնությունում, անում են շատ դժվար աշխատանք։ Այնպես որ եթե գյուղացին թողնի իր ծառերը, այգիները ու գա Երևան, գոնե կիմանանք, որ մեր հայրենակիցները իրենց ավելացված արժեքը ստեղծում են մեր երկրում եւ ոչ թե գնում են այլ երկիր ու ընտանիքները մնում են այստեղ առանց ընտանիքի գլխի հոր եւ սպասում են թե ինչ գումար կուղարկվի, որ իրենց ապրուստը վայելեն։ Այս քարոզարշավի ընթացքում շատ ենք հաճախում գնում գյուղեր ու այդքան էլ լավ չի պատկերը, շատ անմշակ հողեր կան, շատ տներ են դատարկ եւ դա պետական տնտեսական քաղաքականության նա այդ գյուղերի մշակման մասով քաղաքականությունն է։ Մեր տնտեսական քայլերից
գյուղմթերքի կայանները, պահպանման կայանները, մթերման կայանները ամենալայն տարածում ստացած եւ մարդկանց ողջևորված կետերից է գյուղերում։ Բայց դա խոստում է Տիկին Ղարաչյան, մարդիկ այդ խոստումը լսելով դե ինչ խոստումներ չասես, այս վերջի 30-35 տարվա մեջ գյուղացին լսել է իշխանավորից, որը գալիս է ընտրություններից առաջ կամ ընտրությունների մասնակից ուժերից։ Հետագայում գյուղացին դե գերակշիռ մասը այդ խոստումների չի էլ տեսնում։ Հիմա ոնց կողմնորոշվի ձեր պարագայում, ձեր քաղաքական միավորի պարագայում դարձյալ խոստում է, որ գիտեք, մենք մեր ծրագրային դրույթներով այս ամենը կստեղծենք, ներդրումներ կանենք։ Հիմա գյուղացին ինչպես կողմնորոշվի։ Եկեք մի քիչ այլ կողմից պատասխանեմ։ Բոլոր խոստում տվողները քաղաքական գործիչներ են եղել մինչ այս։ Բոլոր խոստում տվողները արդեն տվել են ու արդյունքը տեսել ենք, իսկ մեր քաղաքական ուժը նոր է հայկական իրականության մեջ եւ ոչ մեկ չի կարող ասել, որ դուք որևէ բան խոստացել չեք արել։ Միայն դրա համար արժե փորձել եւ ես վստահորեն ասում եմ մեր առաջնորդն էլ այն մարդն է, ով երբեք իր խոսքը մինչեւ հիմա չի դրշել, կատարել է։ Այդքանը բավարար է, որ հավատանք ու ոչ թե հավատանք, մենք չենք կարող բոլորից բազային հավատ մեզ ակնկալել, այլ շանս տանք, որ գործով ապացուցենք, որ ինչ ասում ենք, անում ենք։ Տիկին Ղարաչյան, դարձյալ վերադառնալով հնարավոր ԵԱՏՄ այդ ԵՄ ընտրության այդ որ մոտենում է կարծես դա եւ այս քաղաքական քարոզարշավի թոուբոյի մեջ մարդիկ դրան փոքրինչ ուշադրություն չեն դարձնում մեր համերկրացիները։ Ինձ այդպես է թվում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Բայց Ռուսաստանը դե գիտենք, որ ամսի 28-ին իրենց մոտ լինելու է Աստանայում կարծեմ այդ հավաքը ԵԱՏՄ-ի, որին չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանը, մասնակցելու է փոխվարչապետի այդ կարգավիճակով ենք այնտեղ մասնակցություն ունենալու։ Ռուսաստանը ասում է, սա եւս մի մեսիջ է մեզ, որ ձեր վերաբերմունքը մեր նկատմամբ։ Ուրեմն հենց հիմա մեզ պատասխանը տվեք։ Եվ դարձյալ իրենց բավական բարձրաստիճան պաշտոնյաներով դե հիշում ենք իհարկե Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին այդ հանդիպման ժամանակ այդ ակնարկները արվեցին, բայց հետագայում նաև փոխվարչապետը Ռուսաստանի շատ է խոսում Օվերչուկը, Շոյգուն, անվտանգության խորհրդի ղեկավարը ուղիղ ասում են, որ ենթադրենք ամեն տարի Շոյգուն ասում է նախորդ կարծեմ տարի 3 միլիարդ ներեցեք 900 միլիոն դոլարի տրանսֆեր եղել Ռուսաստանից, այսինքն ձեր հայրենակիցները ուղարկել են ձեր ընտանիքների։ Չեք օգտվում դրանից, բացի նրանից, որ գազի գինը ձեզ տալիս եմ եռապատիկ ավելի էժան միջազգային գներից, որ մաքսային ամբողջ այդ մեր միության հնարավորություններից օգտվում եք, մի հատ էլ այդ փողը, այսինքն իրենք բառացիորեն ասում են ինչ կարող է տեղ ունենալ Հայաստանի բնակչի հետ։ Ես այսպես եմ հասկանում, որ իրենք խոսում են ոչ թե Հայաստանի իշխանությունների հետ հիմա ուղիղ, այլ բառացիորեն հրապարակավ խոսում են մեզ հետ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Հիմա այդ ընտրության պահն է եկել։ Մենք դա գիտակցում ենք, թե ոչ, եւ ինչ կարող է տեղի ունենալ, օրինակ կարող եք նաև ենթահարցով այսպես պատասխանել, թե գազի գնի պարագայում ինչ կլինի։ Տեսեք, 3 թե առաջ օրը նույնիսկ հայտարարվեց, որ գազի գինն է վերանայվելու, ու մեր բարձրաստիճան պաշտոնյան հակադարձեց, որ չի կարող վերանայել։ Մի տեսակ անհասկանալի առանց հիմնավորման հայտարարություններ, ինչպես չի կարող վերանայվել։ Իսկ ես որպես տնտեսագետ կարող եմ ասել, եթե Հայաստանում գազի գինը վերանայվի, դա ազդելու է բոլորիս, յուրաքանչյուրի, վերևից, ներքև քաղաքացիներիս կյանքի որակի վրա, որովհետև գազի գինը դա մենակ մեր տան ջեռուցման գնի մասին չի խոսքը։ Գազի գին բարձրացնել դա նշանակում է արտադրության, արտադրանքի, հացի, կարևորագույն սպառման ապրանքների գների բարձրացում։ Էլեկտրաէներգիա, հենց այդ եմ ասում, միայն ջեռուցումը չի, էլի գազի գինը։ Ամեն ինչը կախված է, նույն ծաղիկը,
նույն մեր բանջարեղենների մասն, որոնք ջերմոցային տնտեսություններին է անդրադառնալու, ամեն ինչին է անդրադառնալու։ Գնաճը լինելու է շատ ցավոտ բոլորիս համար։ Ու նման իմ պատկերացմամբ նման պատասխան, որ մենք հետո կորոշենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալու, թե չէ, գազի գինը չեն կարող բարձրացնել, դա հնարավոր էր, եթե մենք ունենայինք իրոք այլընտրանքային ու արդեն աշխատող պայմանավորվածություններ, չլինի ծաղիկի պես, էլի, որ արդեն ծաղիկը փակ է, չունի արտադրողը նոր շուկա, բայց ասում են կունենաք, երբ կունենա, քանի խմբականակ փչանակ մինչև կունենա։ Ես համաձայն եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը խոսում է քաղաքացիների հետ եւ ոչ թե իշխանության հետ, բայց իմ պատկերացմամբ պետք է Հայաստանը ունենա այնպիսի արտաքին քաղաքականություն, այնպիսի դիվերսիֆիկացված տնտեսական ու ոչ միայն տնտեսական հարաբերություններ, որ որևէ երկիր չկարողանա սպառնա, որ գազի գին կբարձրացնեմ, արտահանումները, էսեցողությունները կփակեմ։ Այդ դա կլինի մեր ուժեղ Հայաստանի իրոք բռնած ճանապարհը, որ կունենանք արտաքին եւ անկախ քաղաքականություն բոլորի հետ։ Այ խոսելով ձեր քաղաքական միավորի մասին, ձեր ընդդիմախոսները նշում են, որ տեսեք, Սամվել Կարապետյանի բիզնեսները որտեղ են, դե իրենք են դա նշում, Ռուսաստանում են։ Ուրեմն Սամվել Կարապետյանը Ռուսաստանի մարդն է, դա այսպես պիտակավորում են, կապ չունի, էլի, դե մարդը եթե կապեր ունի այլ երկրների հետ, ենթադրենք Ռուբեն Վարդանյանը, որ Բաքվի բանտում է, այսպես փակված Ռուսաստանի, ուներ Ռուսաստանի քաղաքացիություն, բայց կներեք ամբողջ աշխարհում իր ֆինանսներն էին պտտվում։ Աշխարհի ամենահարուստ հայերի երեակի մեջ էր այդ մարդը։ Հիմա չգիտեմ ինչ է կատարվում իր բիզնեսների հետ։ Բայց հիմա Սամվել Կարապետյանի պարագայում Ռուսաստանն է։ Ձեր ուղղությունը, այսինքն տնտեսական կապերի զարգացումը դարձյալ Ռուսաստանն է լինելու։ Իրենք են ասում, ձեր ընդդիմախոսները։ Մեր ընդդիմախոսները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը ունի բիզնեսներ ինչպես Ռուսաստանում, այդպես Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպայում, որ նրա կապերը չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով, ուղղակի իրենց հիմա այդպես է պետք, որ այդպես ասեն։ Իրենք անում են դա իրենց ընտրազանգվածի համար, իրենց ընտրողների եւ մեկ էլ հույս ունեն, որ չկողմնորոշված մեր քաղաքացիների վրա դա ազդեցություն կունենա, դա արվում է հատուկ։ Սամվել Կարապետյանը բազմիցս է հայտարարել, որ մենք ունենալու ենք լավ ու զարգացող հարաբերություններ տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ մենք ոչ թե ռուսամետ ուժ ենք, այլ հայամետ ուժ ենք, բայց հակառուս չենք ու ոչ մի հակա չենք։ Մեր արտաքին քաղաքականությունը պետք է գործի միմիայն իշահ մեր պետության։ Յուրաքանչյուր համագործակցող պետությունից պետք է քաղենք առավելագույնս իշահ Հայաստանի Հանրապետության։ Այդ թվում նաև եվրոպական երկրներից, արևելյան երկրներից, բոլոր երկրներից, որտեղ Սամվել Կարապետյանը ունի ոչ պակաս լավ կապեր, ինչպես Ռուսաստանի հետ։ Դուք նաև տնտեսական ձեր ծրագրի մասին շատ է խոսվել Տիկին Ղարաչյան, հիմնական կետերը կարծես թե մեր բնակիչների գերակշիռ մասը, այդ թվում նաև մեր հետևորդների, կարծես ծանոթացել է նաև այլ ուժերի ձեր մրցակից։ Հիմա դուք կարծես այս ձեր ծրագիրը նորացնում եք, ինչի հետ է դա կապված, ինչու, չէ՞։ Համաձայն չեմ, որ մենք նորացնում ենք մեր ծրագիրը, մենք մեր քարոզարշավ, ասեմ, իրազեկումները, մեր տեսլականները սկսել էինք շատ ավելի վաղ, քան սկսեց քարոզարշավը մայիսի 8-ից, եւ մտանք քաղաքական դաշտ մեր 5 տնտեսական քայլերով, բայց դա ի սկզբանե չէր նշանակում, որ դա է մեր միակ առաջարկը մեր ժողովրդին եւ այլ բան չենք առաջարկելու, հիմա նոր ավելացնում ենք, ոչ, տնտեսական ծրագիրը գրվում էր, մշակվում էր ու դրանք կներեք այսպիսի խոսքի համար կենացներ չեն, դրանք կոնկրետ հաշվարկների վրա հիմնված
առաջարկներ են։ Ես շատ կուզենայի մատնանշել մեր տնտեսական ծրագրերից, որ դեռ ժողովուրդը կարողա ոչ բոլորն են լսել, ինչպես մեր 5 հիմնական տնտեսական քայլերը, որոնք առաջարկել ենք բազմիցս շատ ենք արդեն ասել, դա մեր ուսուցիչների եւ բուժաշխատողների աշխատավարձի բարձրացումն է, տարեկան մարզերում 25%, իսկ Երևանում 20%, 5 տարի դուք պատկերացեք, որ ամեն տարի այդքան աշխատավարձը բարձրանա։ Դա հիմքում ինչ հաշվարկ է, այսինքն մենք հաշվել ենք, որ մենք մեր տնտեսական քայլերը առնելուց 300,000 աշխատատեղ ստեղծելը 0% հարկ դուք առաջի հայացքից կարող է թվա, որ 0% հարկը դա բյուջեի նվազեցում է, բայց այդպես չի։ 0% հարկը իր հետ բերելու ալարացուցիչ աշխատատեղեր, փոքր միջին բիզնեսի համար բերելու ալարացուցիչ, կազմակերպությունների գործունեություն, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղեր բացելու եւ այդ ամեն ինչը հավաքված ունենալու ենք մենք բյուջեի ավելացում, որի հաշվին կարողանալու ենք անել այդ ծախսերը, ինչպես նաև կարևոր է նշել, որ անիմաստ միջոցառումներին տրամադրվող այդ ուռճացված ծախսերը կկրճատվեն, դրանց հաշվին էլ կլինի մեր բյուջեում ավելի կարևոր ուղղությունների տրամադրվող ֆոնդը։ Ես ճիշտ եմ հասկանում Տիկին Ղարաչյան, այսինքն երկրի պետության եկամուտները հարկահավաքությամբ, որոնք ձևավորում են բյուջեն, դուք արդեն ըստ ձեր հաշվարկների կուղեք ճիշտ ուղղություններով, ձեր նախընտրած ուղղություններով։ Մեր նախընտրած ուղղություններով, ոչ թե 1 միլիարդ դրամ, ինչ-որ միջոցառման կազմակերպմանը, բյուջեով կնախատեսենք, չեմ ասում, որ միջոցառումներ չեն լինելու են, բայց իրապես օպտիմալ ծախսերով են լինելու եւ թոշակների բարձրացումն է։ Պարգևավճարներ պետական աշխատանքին լինելու ոչ։ Պարգևավճար Բայց պետք չեն, ի վերջո իշխանավորը ասում է աշխատավարձ այնպեսին, այսինքն եկամուտը նախարարի, փոխնախարարի, վարչության պետի այնպեսին պետք է լինի, որ լավ մասնագետը ուզենա այդ գործով զբաղվի, չգնա մասնավոր սեկտոր։ Ես երկու բան կասեմ դրա հետ կապված, պետական աշխատողը դա մի քիչ գաղափարական է եւ ոչ թե ապրուստի միջոց է գնալ դառնալ պետական աշխատող, դա մի քիչ պետքա գաղափարի համար նաեւ գնալ։ Եկամուտը կարևոր է, արժանապատիվ կյանքը կարևոր է։ Եվ ինչպես մի անգամ Նարեկ Կարապետյանը ասաց, ինչպես կարող ենք մենք լավ մեզ վարձատրել, լավ ապրել, երբ որ մենք գիտենք ինչքան աղքատություն կա, քանի երեխա է սոված քնում ամեն գիշեր։ Երբ որ այդ հարցերը կլուծվեն երկրում, այո, պարգևավճարներն էլ կլինեն։ Երբ որ թոշակառուն կկարողանա իր սպառողական զամբյուղի մինիմումը ապահովել իր համար, այո, այդ պետական այրերը արժանի կլինեն պարգևավճար ստանալու։ Աղքատության մասին խոսեցիք, աղքատությունը հաղթահարելու ինչ որ ծրագրային դրույթների ծայրահեղ, այո, շատ քաղաքական ուժեր կրկնում եմ այս տասնամյակների ընթացքում ինչ որ խոսել են եւ այլն նման ընտրություններից առաջ։ Հիմա դուք այս խնդրի լուծումը ինչպես եք առաջարկում եւ դա հիմնավորված է թե ոչ։ Հիմնավորված է, դա շատ հեշտ լուծվող հարց է, որովհետեւ ծայրահեղ աղքատները չէ, էլի, ծայրահեղ աղքատները մեր երկրում 24 թվականի տվյալներով մոտավորապես 18000 անձ է եղել, 25-ը դեռ չի հրապարակվել, ամեն դեպքում մի երկու առաջվա տվյալներով դեռ հրապարակված չէր, իսկ ծայրահեղ աղքատ ովքեր են համարվում մեր երկրում, ում սպառումը 29000 դրամից ամիսը պակաս է։ Անձը, դուք պատկերացրեք 29000 դրամը, դա միայն սնունդը չի է, կոմունալ, հագուստ, տրանսպորտ, սնունդ 29 անձը 29000 դրամից քիչ գումար է ծախսում դեղամիջոց, ամեն ինչ մեջն է, դրա մեջ է բժշկություն իմ ապահովագրություն կա, կարող են հակադարձել, որ ծրի է պետությունը ապահովել է, դա բայց մի քանի ամիս է, էլի այդ ծայրահեղ աղքատները միշտ եղել են։ Եվ 18000 հոգու մասին է խոսքը, ովքեր այդքան վատ վիճակում են գտնվում, եւ Սամվել Կարապետյանի առաջարկած
մոդելը հետևյալն է, ստեղծվում է պետական հիմնադրամ աղքատությունը հաղթահարելու, որը առաջին հերթին կապահովի այդ ծայրահեղ աղքատ անձանց լրացուցիչ նպաստներ տրամադրելով։ Անձին լրացուցիչ 30,000 դրամ, որ իր ընդհանուր սպառումը գոնե դառնա 60,000 դրամին մոտ, իսկ 60,000 դրամը դա արդեն մոտենում է մեր սպառողական զամբյուղի գումարին։ Եվ բարեհաջող ավարտելուց հետո այդ փուլը, այդ հիմնադրամը կանցնի արդեն աղքատության վերացմանը, ոչ թե միայն ծայրահեղ աղքատությանը, իսկ հիմնադրամի միջոցները հավաքվելու են փոքր չափով բյուջեից եւ օգտագործելու ենք մեր սփյուռքի գործարարների, բարեգործների ներուժը, որպեսզի արագ ու մեծ գումարի մասին չի, եթե 18,000-ը մենք բազմապատկում ենք 30,000 դրամով, դա շատ մեծ բյուջեի մասին չի խոսքը ու շատ արագ հեշտ լուծվող հարց է։ Տիկին Ղարաջյան, դուք տեսեք, ձեր խոսքի մեջ, ձեր պատասխաններում նշեցիք, որ եթե իշխանությունը ինչ-որ մի բան ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի բան ասում է, ենթադրենք Ռուսաստանի հետ այդ առճակատման հիմա այդպես ենք դա տեսնում, բայց լուծումը դեռևս լուծման ուղղությամբ, այսպես ասած, տանային աշխատանքը, ես ճիշտ եմ հասկանում, չի կատարվել եւ չենք հասկանում։ Մենակ ճառերին։ Հիմա ձեզ էլ կարող են այս պարագայում հարցնել, չեմ ասում հակադարձնել, հարցնել, բա եթե դուք 30,000 դրամ հավելյալ նպաստ եք առաջարկում եւ խոստանում դրա կարիքավորներին, ապա երբ դա կլինի, այսինքն դուք ենթադրենք ընտրվեցիք, ուժեղ Հայաստանը իշխանություն ստանձնեց, երբ կլինի դա, մարդիկ առարկայական հարց կտան։ Ես կարծում եմ ու վստահ եմ, որ հենց նոր խորհրդարանը արդեն ձևավորվի, առաջի քայլով կլինի հիմնադրամի ստեղծումը, բայց զուգահեռ մինչև դա արդեն կարվեն դրա աշխատանքները գումարների հավաքագրման, պայմանավորվածությունների ձեռբերման, որ հենց օրենսդրական մեր փաթեթը պատրաստ լինի միանգամից այդ հարցը լուծվել։ Հավատացեք, դա մի քանի ամսվա հարց է։ Ես չեմ հասկանում ինչի մինչև հիմա ոչ մեկի մտքով չի անցել, որ կարելի է այդ մարդկանց հարցը, ինչպես մի անգամ ասացի, վիրահատական միջոց է դա հասարակությունում այդ 18,000 հոգուն այդ վիճակից հանելու համար։ Հիմա ծրագրային դրույթներից մեկն է ձեր։ Այո, դա է։ Մեր կենսաթոշակները, որ 5 տարում խոստացել ենք, որ եւս 10,000 դրամով կավելանա, ոչ թե տարին, այլ 5 տարվա կտրվածքով ու երբ որ կունենանք արդեն ամուր դիվերսիֆիկացված ուղղություններով տնտեսություն, արտադրական այդ 300,000 աշխատատեղը, որից 80,000-ն է գնահատվում, որ կլինի արդյունաբերական ճյուղում, այդ ուղղություններով մենք կունենանք բյուջեի ավելի լավ պատկեր մեր եւ ծախսային եւ մուտքային ուղղություններով, մենք հետագա մեր խոստումները ավելի լավը կլինեն։ Այսպահին այսքանն է հնարավոր, որ տեսնում ենք, որ ոչ թե ճառ ենք ասում, այլ հնարավոր է իրագործել։ Տիկին Ղարաջյան, նաև դուք ձեր քաղաքական ուժը խոսում է մեր քաղաքացու հետ ուղիղ, մեր համերկրացու մեզ բոլորի հետ ուղիղ եւ շատ եք նշում, որ այդ պետք է կարեւորություն տալ նաեւ մասնակցության։ Շատ փորձագետներ այն նաեւ այդ թվում նաև ձեր թիմից նշում են, որ կա ինչ-որ մի ընտրազանգված մեր քաղաքացիների մի մաս, ովքեր որ նախ ոչ միայն չեն կողմնորոշվել ում իրենց քվեն վստահեն, այլ նաև չեն կողմնորոշվել գնալու են ընտրությունների թե ոչ։ Այո, ցավոք կա, բայց յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ այդ օրը ընդհանրապես կես ժամ ծախսելով ու գնալով ընտրատեղը մաս, կատարելով մեր ընտրությունը, մենք կարող ենք մեր երկրում փոխել, շատ բան փոխել։ Տեսեք, նախորդ ընտրությունների ցուցանիշները էլի ասեմ, մեր ընտրելու իրավունք ունեցող անձանց 25%-ը որոշել է մեր բոլորիս փոխարեն, որտեվ մասնակցության ցածր մակարդակ է եղել։ Այն չգնացածները, որ չեն գնացել, ստացվել է, որ իրանց փոխարենել են որոշել։ Ես վստահ եմ, որ չգնացածների մեծ մասը դեմ է եղել եւ ներկայիս իշխանությանը եւ այդ ժամանակվա մյուս ուժերին։
դրա համար չի գնացել մեծ մասը ու դեմ են եղել այդ երկուսին ու հիմա եթե նորից չգնան էլի իրենց փոխարեն որոշելու են այդ երկու ուժերին սատարողները այդպես բոլորը պետք է գնան ով ունի այդ ընտրության իրավունքը դա մեր երկրի հանդեպ մեր պատասխանատվությունն է մեր հետագա հաջորդ 5 տարվա կյանքն է դա շատ եմ լսում երբ որ գնում ենք քարոզարշավի ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում դա քաղաքականությամբ զբաղվել չի դա մեր հաջորդ 5 տարվա բոլորիս յուրաքանչյուրիս մեր ու մեր ընտանիքների հաջորդ 5 տարվա եթե ավելի խորը նայենք մեր ապագայի հարցն է Ստե մի ենթահարց էլ տիկին Ղարաջյան տեսեք շատ է նաև խոսվում որ նաև ընտրողը դե փաստացին պատասխանատվություն չի ստանձնում այն ամենի համար ինչ արդեն ձևավորված իշխանությունը իրականացնում է այսինքն ենթադրենք նախորդ 5 տարիներին իշխանությունների ժամանակ ինչ է տեղի ունեցել երկրում եւ երկրից դուրս եւ երկրի հետ Դե տվել են իրենց քվեն ու պատասխանատու չեն հիմա այս պարագայում էլ ձեր ասած չգնացողներն էլ պատասխանատու չեն իրենց չգնալու համար բայց ստացվում է որ միաժամանակ եթե դրա անբանում ես բա ոնց պատասխանատու չեն պատասխանատու են բոլորը ով չի գնում ընտրության պատասխանատու է իսկ ով գնում է ընտրության ես կասեի ավելի քիչ պատասխանատու է որովհետև ինքը հավատքով գաղափարով գնացել իր ընտրությունը կատարել է դիմացի կողմը չի կատարել իր խոստումներով մարդիկ հավատացել իրանց գնացել ձայնը տվել են իսկ այն զանգվածը ով ընտրության իրավունք ունեցող մեր քաղաքացիները ովքեր չեն գնում իրենք իմ կարծիքով դա իմ սուբյեկտիվ կարծիքն է որ ավելի պատասխանատու են որովհետև չեն ասել իրենց ձայնը հա այսօր մի հետաքրքիր բան լսեցի որ ընտրությունների այդ process-ը դա քաղաքական ուժերը առաջարկում են տալիս են իրենց առաջարկը, իսկ ընտրողները գնում են դրա դիմաց տալիս են իրենց քվեն։ Պետք է բոլորս գնանք տանք մեր քվեն այն առաջարկին, որին ամենաշատն ենք հավատում։ Փոփոխություն ունենալու համար պետք է անպայման գնալ ընտրության եւ չասել դե մեկը ոչինչ չի փոխվի։ Ոչ, կփոխվի։ Գնացեք ընտրության։ Հայտնի խոսք կա, չէ, շատերն են հիմա կրկնում, եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունը կզբաղվի քեզանով։ Այո։ Դա այդպես է։ Այո։ Շնորհակալ եմ Տիկին Ղարաջյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հետևորդին հիշեցնեմ, որ իմ հյուրն էր տնտեսագետ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը։ Շարունակեք հետևել Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարին առայժմ։